Եթերում Քյավառ հեռուստաընկերության մայիսի 9-յան լրատվական թողարկումն է։ Բարի երեկո։ Ամեն տարի մայիսի 9-ին աշխարհում տոնում են Եվրոպայի օրը։ Այս տարի Հայաստանում տոնակատարությանն անցկացման աշխարհագրությունն ընդգրկել է Երևան, Գյումրի, Գավառ քաղաքները։ Եվրամիություն Հայաստան մշակութային կապերի շրջանակում Գավառի պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է Եվրոպական միության ստեղծման պատմությունը։ Եվրոպայի օրն այս տարի տոնում են նաև Գավառ քաղաքում։ Եվրամիության պատվիրակությունը դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ մասնակցում է Եվրոպական միություն Հայաստան մշակութային կամուրջ խորագրով տոնակատարությանը։ Այն մեկնարկում է պաշտոնական ելույթներով և շնորհավորանքներով։ 1950 թվականին Շումանի հռչակագրով Եվրոպան ընտրեց ապագան անցյալի, խաղաղությունը պատերազմի, միասնությունը պառակտման փոխարեն։ Այսօր մենք շարունակում ենք պայքարել հանուն մեր արժեքների, բարեկեցության և ազատության։ Եվրոպական միությունը հանձնառու է խաղաղությանը, գործընկերությանը և համագործակցությանը Եվրոպայում և Եվրոպայից դուրս։ Ամբողջ աշխարհում անվտանգության և բարեփոխումների ոլորտում մենք սկզբունքային ու վստահելի գործընկեր ենք։ Եվրոպական միություն Հայաստան գործակցությունն անցել է զարգացման նշանակալի ուղի։ Իր ելույթում ասում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, շեշտադրելով համամարտկային արժեքների շուրջ համախմբվելու կարևորությունը։ Եվրոպայի օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է գործակցությունը պետությունների, համայնքների և անհատների միջև։ Գեղարքունիքի մարզում վերջին տարիներին Եվրոպական միության աջակցությամբ իրականացվել են մի շարք զարգացման ծրագրեր գյուղատնտեսության, կրթության, բնապահպանության և տեղական ինքնակառավարման ոլորտներում։ Այդ ծրագրերը ոչ միայն նպաստել են ենթակառուցվածքների բարելավմանը, այլև նոր հնարավորություններ են ստեղծել մեր քաղաքացիների համար։ Թող Եվրոպայի օրը դառնա հիշեցում, որ մեր ճանապարհը դեպի զարգացում անխզելիորեն կապված է գործընկերության, բարիդրացիության և համընդհանուր արժեքների պահպանման հետ։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում դերասաններ Հենդրիկ Վոսն ու Ֆրանց Գրապերհաուսն են։ Սա Եվրոպան է բեմադրությամբ պատմում են Եվրոպական միության ստեղծման պատմական ժամանակահատվածի ու քաղաքական դերակատարների մասին։ Ներկայացումն ուղեկցվում է Եվրոպայի համար շրջադարձային իրադարձությունների լուսանկարների ցուցադրմամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ Գավառում մեծ հայրենականի զոհերի հիշատակն ավերժացնող հուշարձանի անմար կրակի մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց օրհնության կարգ և մոմավառություն։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ էլ այց իրականացվեց Գավառ համայնքի Սարուխանցի վետերան Մեխակ Ավետիսյանին։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի առթիվ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ համայնքապետարանի աշխատակիցներն այցելում են մեծ հայրենական պատերազմի վետերան 103-ամյա Մեխակ Ավետիսյանին։ Այսի շրջանակներում համայնքապետարանի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը Մեխակ Ավետիսյանին է փոխանցում համայնքի ղեկավարի շնորհավորանքները և դրամական պարգև։ Շնորհավորում եմ հայրենական մեծ պատերազմում ձեր տարած հաղթանակի առիթով։ Շնորհակալ եմ։ Ես բոլոր տարօրություն եմ ցանկանում, թող ամբողջովին բացառվի պատերազմի աշխարհի վերջից։ Սարուխանցի Մեխակ Ավետիսյանը Գավառ համայնքում մեծ հայրենականի միակ վետերանն է, ում շնորհիվ մերօրյա սերունդը կարող է հիշել պատմական այդ կարևորագույն իրադարձությունը, որում մեծ էր նաև մեր ազգի ավանդը։ Մեխակ Ավետիսյանն այդ ամենի խոսուն վկան է։ 103-ամյա վետերանը օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների գլխավոր դերակատարն է։ Մարզային ու համայնքային իշխանությունների, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, մարզային ու համայնքապատկան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մասնակցում է մեծ հայրենականի հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեդրման արարողությանը։ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում էլ կատարվում է օրհնության կարգ, կարևորվում է հաղթանակի արժեքը և խնկարկվում զոհվածների հիշատակը։ Մեր նախնիները, մեր հայրերը իրենց կյանքի փառապանծ այդ ուղին անցան
հաղթելով ֆաշիստական Գերմանիային եւ ազատությունը ապրելու դարձյալ կամքը շնորհեցին մեզ ամենքից։ Մայիսինյան տոնի խորհուրդն ամփոփվում է մոմավառությամբ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում նոր ցուցադրություն է բացվել, համալրվել են մեծ հայրենականի մասին պատմող ֆոնդերը, երկրորդ աշխարհամարտի մասնակից Նոր Բայազետցի Վաչիկ Քալաշյան Պողոսյանի սերունդները նրա անձնական իրերն ի պահ են տվել թանգարանին։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին է նվիրված Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացված նոր ժամանակավոր ցուցադրությունը։ Հայրենականում դիվերսիոն հետախուզական խմբի հայ մարտիկների ղեկավար Նոր Բայազետցի Վաչիկ Ենոքի Քալաշյան Պողոսյանի արխիվը համալրվել է։ Անցած տարի թանգարանի ֆոնդերը համալրվել են նոր ցուցանմուշներով, հերոսին պատկանող լուսանկարներով, գրքերով, մեդալներով, շքանշաններով եւ այդ արդիվ թանգարանում բացվեց նոր ցուցադրություն։ Նպատակը սերունդներին փոխանցել մեր հերոսների կատարած սխրագործությունները եւ նրանց կրթել, դաստիարակել հայրենասիրական ոգով։ Վաչիկ Քալաշյան Պողոսյանի անձնական իրերը թանգարանին հանձնել էին նրա զավակները, որպեսզի նաև իրենց սերունդներն ամուր կապվեն արմատներին եւ նախնիների ծննդավայրին։ Մեզ մոտ էր պահված իրերը, եղբորս Ենոքի մոտ էր հիմնականում, փոքր եղբորս, դե որոշեցինք ավելի ճիշտ կլինի թանգարանային պայմաններում պահվի, դրա համար դիմեցինք Գավառի երկրագիտական թանգարանի, նրանք էլ սիրով ընդունեցին։ Այսօրը մեզ համար կարևոր օր է շատ, ամբողջ Գերդաստանով հավաքվում ենք, հիմա էլ այս անգամ թանգարանը մեծ անակնկալ արեց մեզ, որի համար շատ շնորհված ու շնորհակալ ենք։ Ցուցադրությանը զուգահեռ թանգարանի գիտաշխատողները պատմում են Վաչիկ Քալաշյան Պողոսյանի եւ հայրենական մեծ պատերազմում Նոր Բայազետցի մյուս հերոսների անցած մարտական ուղու մասին։ Հայրենական մեծ պատերազմին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Գեղարքունյաց աշխարհի 6100 քաջարի զավակներ, որոնցից 2159 չվերադարձան։ Միայն մեր քաղաքից հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերեցին 431 քաջարի զավակներ։ Վաչիկը ընդամենը 20 տարի նոր բոլորած Գեղամա լեռների փեշերից Սևանա լճի ափից զինվորական ծառայության մեկնած երիտասարդ էր։ 1941 թվականի հուլիսի 3-ից մտել է ռազմաճակատ Բելոռուսիայի Լեպել քաղաքի մատույցներում։ Այցելուները ժամանակավոր ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն կունենան 2 ամիս։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։